Եվս մեկ հարց է առաջարկել Բենյամին Մաթևոսյանը, որը ես կընտրեմ, ինչպես եք դուք անձամբ պատրաստ պայքարելու ձեր սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար։ Եվս մի քանի պատասխանի հնարավորություն կա։ 43.9%-ը նշել է պատրաստ եմ քվեարկել կուսակցության կամ առաջնորդի օգտին, ով իրական տնտեսական ծրագիր կներկայացնի։ 18.4% նշել է արդեն պայքարում եմ, բոյկոտում եմ տրանսպորտի թանկացման, 100 դրամից ավել չեմ վճարում, ընդ որում 18.4%-ը խոսքը գնում է ամբողջ Հայաստանի քաղաքացիների շրջանում, որովհետև կան մոտիկ շրջանի բնակիչներ, Աբովյանի, Արարատի, որը որ գալիս են ստեղ եւ ասենք ուսանողություն կամ աշխատում են Երևանում, եթե նայում ենք միայն Երևանի բնակիչության մեջ, այդ դեպքում 27% է նշում, որ բոյկոտում է արդեն իսկ եւ չի վճարում կամ վճարում է 100 դրամ։ 8.1%-ը նշել է, որ պատրաստ եմ գնալ հանրահավաքների եւ փողոցներ փակել։ 5.6%-ը նշել է, որ պատրաստ եմ միանալ համապետական գործադուլներին եւ այլ նշել է 1.6%-ը։ Ոչինչ չեմ այլ նշել է 15.2%-ը եւ դժվարացել է պատասխանել այս հարցին 17.6%-ը, ինչպես ասացի, այս հարցը եւս մեր գործընկեր քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանն առաջարկել։ Հաջորդ հարցը. գնահատեք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը։ Ես իհարկե մի քանի շրջափուլերի տվյալներ եմ բերել, բայց վերջինը կարդամ, հետո պրեզենտացիան կտամ, եթե կուզենաք համատականներ կանցկացնեք։ Լիովին դրական աշխատանքը գնահատել է միայն 9%-ը, ավելի շուտ դրական գնահատել է 15.5%-ը, ավելի շուտ բացասական գնահատել է 19.1%-ը եւ 46.5%-ը ընդհանրապես բացասական է գնահատել։